Կյանքը շարունակվում է, մենք հողերներս մեր այս հողի վրա, երկիր մոլորակ կոչվող հողի վրա շարունակում ենք մեր կյանքը, իսկ մեր հարազատներից, բարեկամներից, մտերիմներից շատերը արդեն երկնքում են և այնտեղից են նայում մեզ, որպեսզի ժամանակ միանան մեզ։ Այսօր նաև Աննա Ղուլյանի ծննդյան օրն է։ Այս երեխաների ամբողջ համերգային ծրագիրը նվիրված էր նրա ծննդյան օրվան նաև, սիրելի բարեկամներ։ Բեմեմ հրավիրում մշակույթի աշխատողների արհմիության Աբովյանի տարածաշրջանի նախագահ Աստղիկ Հակոբյանին։ Սիրելի հարազատներ, ամենաանհավանական ավերից մեկն էր Աննայինը։ Մենք բոլորս էլ հարազատի արյունակցի զգացողությամբ շատ ծանր զգացումներով ապրում ենք իր կորուստը։ Ես ճիշտ ասած անակնկալ ունեի Աննային անելու, որովհետև վերջին 2-3 տարին չէր ստացվել, որ ես մասնակցեի իր հաշվետու համերգներին, թեև միշտ հրավիրում էր։ Ու մտածում էի, որպեսզի Աննան ինձանից դրականապես չնեղանա, չխռովի, բառերով ասած, որոշել էի հունիսի 29-ին անպայման գալ դահլիճ և հասնել իրան մեր շշկոմի պատվոգիրը մի խոսքով։ Եվ հանկարծ այս բոտ Սևակն է շատ լավ ասել։ Ես ձյունն եմ ատում, երբ նա տեղում է ամառվա կեսին, և մահն եմ ատում, որ հիպր է գալիս աղջկա տեսին։ Աբովյանը երիտասարդների մայր շատ է ունեցել, բայց Աննան, քանի որ բոլորիս հետ վերաբերվում էր հարազատի նման, արյունից չէր, բայց հոգևից էր բոլորիս, սիրում էր, հարգում, ամեն մեկին իր բաժին մեծարանքը տալիս ու առնում։ Շատ դժվար է առանց իրեն մեզ համար լինելու, մենք միշտ հիշելու ենք իրան։ Եվ չենք կարող մտածել, որ ժամանակը կբերի խաղաղություններով, շատ դժվար է լինելու։ Ես ինքս բախտ եմ ունեցել մշակույթի մշակների հետ աշխատելու, այս բեմից շատ եմ խոսել, այս բանին համար շատ դժվար է։ Բայց ես հիշելու եմ նրանց, հատկապես մեր աղջիկ ղեկավարներին, պարուսուսներին, Աննային, մեր Այդային, այնտեղ էլի աղջիկներ մենք ունեինք, հպարտանում էի ես նրանցով, ինչու համար, միայն բարպետությունը չէ, պարուսուս լինելու բարպետությունը չի եղել պատճառը, նրանց անսահման առաքինությունը, նրանց բարությունը, նրանց բարոյականությունը, եղել է անսահման, ես բարձր ձայնով կարող եմ ասել, թող բոլորը այդ մասին մի անգամ ևս իմանան, թեև բոլորս էլ գիտեին, այսպիսի ասպարեզում աշխատելը և այդքան բարձր առաքինությամբ ապրելը, մաքուր կենսագրությամբ, այդքան հեշտ չի, սիրելիներս, այդքան հեշտ չի, այդ դրա համար տատիկի տարիքի, երիտասարդ տարիքի, մամայի տարիքի, բոլորս սիրել ենք, հատկապես Աննային, շատ, ուրիշ է, մեջ ժպիտը դեմքիչ, սկա անընդհատ իր վերաբերմունքով մոտեցել է անընդհատ հարգել, մեծարել, մի խոսքով, ուրիշ է եղել մեր Աննան։ Ես ճիշտ ասած ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պարարվեստի միության բոլորին, աշխատակազմին, ովքեր այս օրերին եկան, կիսեցին նրա ծնողների, հարազատների, ընկերների վիշտը և այսպիսի գեղեցիկ հուշ երեկո նվիրեցին մեր քաղաքի ազգաբնակչությանը, հարազատներին, այս երեխաները պիտեն նարգից, կուլիսներում արտասվում են, բայց գալիս են, բեմում կարողանում են պարել, մեզ մատուցել են պարերը, որոնք իրանց շատ սիրելի ուսուցչից են սովորում։ Դուք կարող եք նրա ծնողները, ձեզ ուղղակի ես խնդրում եմ, կարողանանք, մենք շատ կորուստներ ունենք, ընդամենը 2 ամիս առաջ, ինչպիսի երիտասարդների մենք կորցրեցինք մեր սահմանները։ Մեր ազգը շատ ամրացել է կորուստների մասին լսելով։
ու ես խնդրում եմ, որ դուք ամուր լինեք, դուք դուստրեր ունեք, ապրեք նրանց հետ, նրանց համար եւ այս երեխաների համար, որոնք այսքան շատ սիրել են Աննային։ Դուք մեկ-մեկ եկեք մասնակցեք նրանց փորձերին։ Մենք չենք լինի, մեր տարեկիցները չեն լինի, բայց այս երեխաները նրան հիշելու են, շատ պայծառ հիշողությամբ Աննային հիշելու են։ Այ դա է մխիթարանքը։ Ու ես կարծում եմ, որ Աննայի հոգին, ինչպես ասում են, դեռ 40 օր հոգիները շրջում են իրանց սիրած վայրերում։ Ես կարծում եմ, իր հոգին այս կամարների տակ հիմա ցնցում է, Աննա ջան, թող հոգիդ լույս լինի։ Եվ դու միշտ զգաս, այսպիսի հազարավոր մարդիկ քաղաքում քեզ այդքան շատ սիրել են եւ այս տարբերակը չէր կարող բոլորին տեղավորել։ Ես կարծում եմ, որ այս երեխաները քո հիշատակը շատ բան են պահելու, նրանց հարցումները խոսում են այդ մասին։ Իսկ այն պատվոգիրը, որ ես պիտի ամսի 29-ին հանձների Աննային, շատ եմ խնդրում, իրա քույրիկը Արմինին թող գաբեն, ես կհանձնեմ իրեն։ Կդնեք արխիվում, որպես շատ։ Շնորհակալություն։ Ես սիրով եմ հրավիրում Արամուս գյուղի մարզա մշակութային կենտրոնի տնօրեն Կարո Վարդանյանին։ Համեցան։ Հարգելի ծնողներ և հյուրեր, այս միջոցառում կայացավ ձեր մեծ ցանկության շնորհիվ։ Շնորհակալություն ձեզանից, շնորհակալություն նաև Հայաստանի պարարվեստի գործիչների միության իրենս Տորոն Մխիթարյանին։ Իսկ ամենամեծ շնորհակալություն ես ուզում եմ հայտնել մեր Աննային, այս ամենը նրա կազմակերպածն էր, նրա մտահղացումը։ Եվ ուզում եմ միշտ զգանք մեր կողքին։ Շնորհակալություն Աննա ջան։ Արաքելյանն ունեմ։ Հադեգոսյան Անահիտ։ Ստեփանյան Արփին։ Եղիազարյան Լյովա։ Պողոսյան Ինեսա։ Ստեփանյան Անահիտ։ Շահբազյան Լարիսա։ Հակոբյան Արամ։ Շնորհավոր ենք երեխաներին։ Սիրով եմ հրավիրում միության նախագահ Գագիկ Մխիթարյանին և միության բոլոր անդամներին։ Համեցան։